Գերգու ես։ Դուրդ գալիս, հա։ Մահս ես ուզում։ Պապ լավ էլի։ Ինչ եմ արել, ախր մեղքս որն է։ Մեղքդ սխալ մարդուն սիրելն է։ Չես հասկանում։ Բայց դուք եք ինձ սովորացրել, որ մարդուն սիրելուց պիտի գնահատես իր բոլոր արժեքները, պիտի մինչև վերջ նվիրվես։ Այդ տխմարի մեջ ինչ արժեք ես գնահատել։ Մենակ այն, որ ինքը ինձ այդքան սիրում է։ Սեմն էլ էր սիրում, ինչին արժանացավ, քո արհամարանքին։ Որովհետև չէի սիրում, մամ։ Դժվար է հասկանալը։ Խմե։ Խոսք եմ տվել եք։ Էլ չեմ խանգարելու։ Ինչ ուզում ա թողանի, ինքը գիտի։ Եթե բարև կես, ժամանակին ինչ արել ես, գործ տարել ես, εμել հետ ես կաշվում։ Հա? Հետքերը մակրի պրծնեք ես աղետից այդ տղա։ Աստված ոչ անի անայական չեն գնի, որ երեխեն չի մահացելու, ու աբիցյան հետըտ կտշտամանա։ Ինչ անեմ։ Ոչ եմ սպանելու այդ աղջկան։ Արա պետք չի սպանել։ Բռնի դուրս ուղարկի երկրից։ Մի ոչոտ ուղարկի թող գնան։ Եթե չես կարում Միքո, ես կանեմ։ Երիկա տունտունի խաղանք այդ տղա։ Դու պետք չի ոչ մի բան անես։ Ես ինչ պետք է կանեմ, ես կզբաղվեմ։ Փախցնելը հարցի լուծում չէր տղես։ Բա ինչ անեի, մամ։ Դու ինչ կանեիր։ Ես։ Դու չհանձնվես, մինչև վերջ պայքարի քո սիրո համար։ Հետո ամբողջ կյանքում քեզ չես ներելու ու ապրելու ես մեղքի զգացումով։ Այդ ամենաահավոր բանն է, երբ մարդ անհաշտ է իր սեփական անձի ու որոշումների հետ։ Այդ մեծ ողբերգությունը։ Երիկա, սիրում ես։ Թող։ Հետի հանգստացի ո՞ր։ Ես կբացեմ, սպասեք։ Բարև քորիկս։
Լավ ես։ Բարելիս յարա։ Ես քո հետ ինչ անեմ այդ։ Բարյախորժակ հարազատներս։ Տեսնում եմ լավ եք, հա։ Լավ է։ Իսկ ես ամբողջ գիշեր աչք չեմ կպցրել։ Սրտիցս այլուն էր կաթում, երբ Հենրին այդ վիճակում տեսա։ Սարսափելի բան է։ Սիրող սրտերին բաժանելը։ Իսկ քեզ ով ասես, որ մենք անհամբեր սպասում էինք առավոտ քո փիլիսոփայական գոհարներին։ Անկեղծ ասած, սպասում էիք թե չէ, դա կարևոր չի։ Ես եկել եմ բացահայտեմ այն գաղտնիքը, որի պատճառով դուք չեք թողնում Հենրին ու այդ աղջիկը միասին լինեն։ Ինձ թվում է, Հենրի, դու պիտի իմանաս, հորդ ու պապուտ տակը ինչ հանցավոր բան կա։ Հակառակ դեպքում նրանք այսքան չէին ոգևորվի այս թեմայից։ Հատկապես, որ մեջը ոչ շահ կա, ոչ էլ փող։ Այդ Միքայել, դու կլոն կանչել ես։ Չէ։ Բագրատ կլոն չենք կանչել։ Ավելի լավ է դու ոտովը դուրս արի գնա, քանի խայտարակ ձևով չեն շպրտել դուրս։ Չես աճում էլ եմ։ Չես ուզում, աճդ կանգնել է։ Ինքնակրթությամբ չես զբաղվում, գիրք կարդագոն է, մեկ-մեկ։ Ես քեզ կստիպեմ ինքնակրթությամբ զբաղվես, բայց դրսում։ Մի րոպե, թողեք ես Բագրատի հետ կխոսեմ։ Ձայնդ կտրիր դավաճան։ Չեք տեսնում։ Նրանք թքած ունեն ձեզ վրա, երկուսիդ վրա։ Այս վատ վերաբերմունքը միայն ինձ չի ուղղված։ Մի հատ դուրս արի այս տնից։ Իրոք է։ Ինչի եք հարցակվում այս մարդու վրա կամ դուրս անում։ Ցավը տանեմ, թորս է։ Մարդը եկել է, որ ինձ ինֆորմացիա տա։ Մի հատ ձենդ կտրի հելը։ Թե չէ դու ես մարդու հետ հեսա փողոցում կհայտնվես։ Չես տեսնում, սրա ուղեղը կերել է։ Դրա համար էլ եկի հասել աստեղ։ Խոսա։ Ասա տնամետ ինչ գիտես, որ եկել հասել ես այս տուն։ Ասեմ։ Մի հատ դուրս արի տնենք այդ ինչ ինֆորմացիա գիտես, որ մենք չգիտենք։ Ֆեյք ոչինչություն։ Այդ մենք ենք մեղավոր, որ քեզ ինձ տալիս դրսես դու անսիացի։ Հորքուր ես ինչ է կատարվում։ Ինչ իմանամ։ Բագրատն այլի։ Ինչ իմանամ հիմա ինչ եմ մտածել։ Դուր։ Իսկ կարող է Հենրին տուն բերենք, պապային չջղայնանան։ Հա, Հենրին էլ կարողացար տուն բերես։ Ես ոնց ես խոսում կնոջդ հոր հետ։ Քո հետ քո լեզվով եմ խոսում։ Մի բան էլ ուշացել ենք բգու։ Վաղուց պետք է քո հետ այդ լեզվով խոսեինք։ Թողեք թող խոսա։ Նենց տպավորություն է, որ ինչ-որ բանից վախենում եք։ Մի հատ դու տուն անցի, Հենրի։ Չէ, մի րոպե։ Թող խոսա։ Պապ։ Խոսա է։ Թող թորանս մոտ մութ տեղ չմնա, խոսա, ասա։ Մենք քեզ լավ ենք ճանաչում, իրապես միամիտ չենք։ Գիտենք քո քայլերը։ Ու գիտենք, որ ասելիք չունես։
ու չունես մի պարզ պատճառով, որովհետև գաղտնիք չկա։ Դե խոսա։ Ասա տենամետ ինչ գաղտնիք կա, որ ես ու Անգելինան չենք կարա միասին լինենք։ Երկար եմ սպասելու։ Դեռ չեմ բացահայտել, բայց կբացահայտեմ, քեզ տեղը կպահեմ։ Լավ, մի լարվեք։ Հեսա Բագրատին կճամփեն կգան տուն։ Բայց ինչ որ բան ասեց։ Ոսկի իրավունք ստացավ, բայց ասելիք չուներ մամջան։ Չես կասե, բա ինչ էր եկել։ Երևի ինքն էլ է մտածում, որ ինձ ու Անգելինային խանգարող բան կա, բայց դեռ ոչինչ չի գտել։ Բագրատն է էլի, իր ոճի մեջ է։ Չի կարողանում առանց ինտրիգի ապրի։ Սա ինչ բան է։ Ես ինչ անեմ, այսինքն ես ինչպես վարվեմ նրա հետ սայից հետո։ Այսքանից հետո ես նույնիսկ խոսքեր չունեմ ասելու։ Ինչ հապատահ է։ Ինչ հապատահ է։ Աղջիկը նորից անակնկալ է մեզ արել։ Առավոտ շուտ առած խոսք ասելու դուրս ա եկել տնից։ Նորից։ Արի ու մի խենթացի։ Հեսա ես կզանգեմ, տես ինչ եմ անում։ Ոչ, չես զանգել ու ոչինչ չես անի։ Մենք այլևս քայլեր չենք անի նրան այդ տեղայից հեռու պահելու համար։ Ավակ դու լսում ես ինչ ես խոսում։ Հոգնեցի, Վիկա, շատ հոգնեցի։ Հասկանում եմ, բայց չի կարելի հանձնվել։ Ես ձերքերս այլևս լևանում։ Ես պատրաստ եմ բացահայտել իմ կյանքիցս։ Ամենա կարևոր գաղտնիքը։ Չէ, ավակ, չէ, հնարավոր չէ։ Անգելինան մեր կյանքի իմաստն է, ոնց կարող է նման բան պատահի։ Չէ։ Իսկ ուրիշ ինչ կարող ենք անել, եթե չենք կարող նրան այդ տեղայից հեռու պահել։ Եթե երեկվա տեղի ունեցածից հետո ինքը նորից մեզ հետ այսպես է վարվում։ Ես հանձնվում եմ։ Մի ասա։ Ես չեմ ուզում այդ բանը լսեմ։ Ես ամաչում եմ իմ երեկվա պահվածքի համար։ Ես չէի պատկերացում, որ կարող է այդքան կոպիտ վարվել իմ երեխայի հետ։ Բայց նույնիսկ դրանից հետո Անգելինան խելքի չեկավ։ Մանկությանս ամենասիրուն օրերը այստեղ են անցել։ Այս գյուղի ամեն ծառն ու թոփն ինձ հարազատ են։ Ես ինձ աշխարհի երջանիկ մարդն էի համարում, երջանիկ ու հարուստ։ Հարուստ իմ ունեցածով, իմ ապրածով, ինձ շրջապատող թանկ մարդկանցով։ Իսկ իմ ամենամեծ հարստությունն իմ ծնողներն են։ Ես միշտ փառք էի տալիս Աստծուն ձեր նման ծնողներ ունենալու համար։ Մտածում էի, Աստված ինձ շատ է սիրել, որ հենց ձեզ է ինձ ծնող դարձրել։ Դուք ինձ միշտ հասկանում էիք, օգնում, խրախուսում, թևեր տալիս թռչելու համար։ Ինչ փոխվեց հանկարծ։ Ինչի թևերս կտրեցիք ճախրելու պահին։
Որն է իմ մեղքը։ Միթե սիրելը մեղք է։ Ինչի թողեցիք ինձ առանց իմ ազատության, առանց ընտրելու ու սիրելու հնարավորության։ Բագրատ, եկար, ասեցիր, լսեցինք, դե հեմի։ Քո իսկական տեղը փողոցն է։ Նայտես, հետո չասես, Դավիթ գողգող եկավ գնաց, հենդոն չասեց չզգուշացրեց, մյուս անգամ իմ տան հայատում կեզ չտենա։ Եթե մի անգամ էլ փորձեցիր Հենրիին մեր դեմ լարել, ինձ դից չնեղանես Բագրատ։ Ախր դուք չեք էլ պատկերացնում, թե ձեզ ինչ դաժան օրեր է սպասվում։ Ես կփորփրեմ ու կհասնեմ ձեր գաղտնիքին։ Միայն հիմա չի տեսնի, թե դուք ոնց եք վախենում Հենրի ու այդ աղջկա միությունից։ Իսկ այդ վախի տակ մեկ ուրիշ բան կա թաքնված։ Լրիվ ծաղրեցվես է։ Ես մինչև այս պատմության խորքերը գնալու եմ։ Զգուշ կլինես չխեղդվես։ Ես ես անհանգիստ է։ Իրավիճակը լավ փրկեցիր հեր ջան։ Ռիսկի դիմեցի տղա ջան, ուրիշ տարբերակ չունեի։ Մենք պետք է ձայն տայինք, Բագրատը պետք է խոսեր։ Այլապես սեն ինչ էլ ավադա, մենք սխալ դուրս կգայինք։ Ու եթե Բագրատին դուրս շպրտեինք, Հենրին իր հետևից գնալու էր։ Այս անգամ լավ բրծա, բայց Բագրատով պետք է լուրջ զբաղվել։ 100%։ 100%։ Ալո, Սիրում ես սպասացնել։ Հենրի պետք չէր զանգել։ Չհասկացա։ Մոտդ արդեն հանձնված վիճակ է։ Իսկ ինչ անեմ։ Ինչքան կարամ ես պայքարեմ։ Ինչքան պետք է։ Ավելի շուտ այնքան մինչև հասնենք իրար։ Լսում ես, չէ՞ ինչ եմ ասում, հասնենք իրար Անգելինա։ Անընդհատ կրկնի, որ մոռանաս հանձնվելու մասին։ Ու ասա տենամ, մետ ինչ են ասել ծնողները դու արել, կարող է փակել են սենյակում քեզ, որ տենց կոտրված ես։ Չէ, անգամ թողել են դուրս կամ մաքուրոտ շնչեմ։ Ոնց։ Որտեղ։ Մեր գյուղում, իմ սիրած հատվածում։ Ուրենու տակ։ Հենրի, Շարունակի թթվածնով հարստացնել քեզ։ վայ Հենրի, մի կողմից դու ես ճնշում, մյուս կողմից ծնողներս։ Ես ինչ անեմ, ոնց վարվեմ։ Այս հասկանում եմ, որ իրանց համար դա հաճա, թե մենք ոնց Բագրատին դուրս հրավիրեցինք, բայց աղջիկներ, Բագրատը արդեն այստեղ ներսա, նստած է կոկորտներիս։ Պիտի հասկանաք, որ այս կոնֆլիկտի միակ մեղավորը ինքն է։ Նես կեցվածքով այդվում չես կարողանում նորմալ ընդունելության արժանացնես այդ մարդուն։ Բայց հնարավոր չէր ձեր այդ եղած լարվածությունը վերացնել։ Հավատա որ ոչ։ Այ բալո ցանկություն էլ չկա։
ինքեն մարդը չի, ում հետ կարելի է նստել, վերգենալ, զրուցել կամ ինչ-որ գործարք անել։ Ես ձեզ հարգելով Ես աշխատանքի եմ, պիտի գնամ, ուշանում եմ։ Մամ ջան, ես քեզ կտանեմ։ այդ ինչի Բագրատ պապուտ թողեցին մենակ փախար մտարտուն։ Չմտածեցիր, որ կարող է վնասենք այդ մարդուն, հետը մի բան կատարվի։ Մաման ուշանում է, թե չէ երկար կզրուցեինք այս թեմայի շուրջ։ Հույս ունեմ հետո տուն ես վերադառնալու։ Անա ջան, շուտ կգաս աշխատանքից։ Վիճակիդ մասին մի մոռացի։ Ավտոյիս վրա նավիգատոր դրեք, որ չկորցնեք ինձ տեսադաշտից։ Ախմախ լակոտ է։ Ֆայնա ջան, մեծ սուրճ խմենք։ Մենք էլ դուս գանք։ Ինձ կրկնայք էլի Ֆայնա ջան։ Ինձ առանց շաքար։ Դու չգիտեմ ինչպես, բայց ինձ շատ հետաքրքիր է հիմա ուրա գնացել ու ինչ պատասխան է տալու։ Չի պատասխանել։ Մի զանգի։ Ես այնքան կզանգեմ, մինչև պատասխանի։ Չպատասխանի, ուրեմն իրոք պետք է դիմենք այն քայլին, որը կքանդի մեր ընտանիքը։ Ըստ իս մեր ընտանիքը արդեն քանդվում է։ Միայն մենք չենք ուզում տեսնել։ Մեր ընտանիքի ամուր հիմքերը խարխլվեց այն ժամանակ, երբ այդ անիծյալ տղան ոտք դրեց մեր գյուղ։ Ալո, Ուր ես։ գյուղում եմ, զբոսնում եմ, կարևորը հայրի հետ չեմ, կարող եք հանգիստ լինել։ Աղջիկ ջանից դժվար է, գոնե դուրս գալուց ծնողներիդ զգուշացնես։ Կներես մամ պահի տակ ստացվեց դուրս գալիս, ցանկություն առաջացավ զբոսնելու, մաքուրը չնչելու եւ մտքերս կարգավորելու։ Գյուղի մեջ եմ, մի քիչ հետո կգամ։ Լավ։ Քար ընկավ սրտիցս։ Իսկ իմ սրտին քար ծանրացավ։ Սրտից դեմ դուրս։ Ապա լավ չես։ Դերս մեր հա։ Չէ, ավակ, պարկել չկա, հենց հիմա գնում ենք հիվանդանոց, լսում ես։ Էլի սկսեցիր Վիկա։ Ավակ, ինչքան ժամանակը վատ ես, սրտի հետ խաղ չեն անում։ Ես կանից հետո սիտ կդիմանա։ Դե ուրեմն հենց հիմա գնում ենք սրտաբանի մոտ ստուգվես։ Լավ, կգնանք, մի քանի օրից կգնանք։ Չէ, մի քանի օրից չէ, հենց հիմա գնում ենք սրտաբանի մոտ։ Վիկա։ Ոչ մի Վիկա։ Ես ասում եմ հիմա գնում ենք Գոր Մարկիչի մոտ միած ստուգվես։ Հենրի, Լսում եմ քեզ մերս։ ես իհարկե չեմ կասկածում, որ դու հոգատար տղա ես ու ուզում ես ինձ աշխատանքի տանել, բայց իմ մոտ նենց տպավորություններ, որ առիթ ես ման գալիս տնից դուրս գալու։ Մերս դու գիտես ես քեզ ինչքան եմ վստահում։ Կարող ես հանգիստ լինել։ Ուղղակի լավ կլինի, որ զգուշ գործես ու բոլորին չխառնես իրար։ Անգելինային էլ ամեն անգամ վատ դրության մեջ չդնես։ Մամ ջան, բայց կարող է Բագրատը իսկականից ինչ-որ բան գիտի։ Կներես, որ Բագրատ եմ ասում, ուղղակի ինքը դեռ ինձ շատ խորհուրդ է։ Ես գիտեմ դու ձևականություններից հեռու մարդ ես։ Դե հիմա էդ է։ Բայց ասում եմ կարող է շախունցներին ու Անգելինայի ծնողներին կապող ինչ-որ բան է իմացել։ Չեմ կարծում։ Ինձ թվում է ինքն էլ ինչ-որ կասկածներ ունի։ Պարզից էլ պարզա, որ մեր ընտանիքները կապող ինչ-որ գաղտնիք կա։ Բայց ինչ մամ, ինչ գաղտնիք կարող է լինի։ Արի դու այդ ուղղությամբ մի մտածի տղես։ Ու քեզ մի տանջի։ Բայց պիտի մտածեմ մամ։ Պիտի այդ կծիկը քանդեմ, որ կարողանամ Անգելինայի հետ միասին լինել։ Այդ թող ինձ։
Իսկ դու Անգելինան երիտասարդ եք։ Ինչքան կարող եք երջանիկ եղեք ու շատ սիրեք իրար։ Դու ախմերս, ոնց եմ քեզ սիրում։ Ճանապարհիդ նայի։ Ինձ Բագրատ Լալայանի հետ սենց վարվեն, հա? Շախուսները դեռ չգիտեն ես ով եմ։ Սուս։ Դրանք չեն մարսելու։ Դրանք չեն մարսելու։ Բագրատ հանգստացի։ Դու ինչքան ես խոսում։ Բայց ես բան չեմ խոսում։ Ինչ են ուզում դրանով ցույց տան։ Որ կարան ինձ շամպես դուրս շպրտեն ու մարսեն, պատժելու եմ։ Քույրս, աղջիկս, թորներս ինձ պաշտպան չկանգնեցին։ Անշնորհակալներ։ Ես Հենդոյին ու Նիկոյին ծանկի կբերեմ։ Ես կգտնեմ այդ գաղտնիքը։ Ես կբռնեմ ճշմարտության պոչը, սպասի։ Ասում եմ, մոլորված հաճախորդ ունենք ու միայն դու կարող ես օգնել։ Բարև ձեզ։ Բարև, համակրելի երիտասարդ։ Ողջույն։ Ինչպես եք։ Լավ, սենց էլի աշխատանքային։ Լավ, շնորհակալ ենք։ Դու։ Դե իմ լավ լինելը կախված է քեզանից։ Ինչ է դա քրքիրը։ Դու գործ չունես։ Ֆայնա ջան, սրանից էլ կարևոր գործ։ Մենք ուշ շադիր քեզ լսում ենք, ընկեր ոստիկան։ Առաջարկում եմ գնանք միտեղ սուրճ խմենք։ Ներողություն եմ խնդրում, որ միայն Ֆայնային հրավիրեցի։ Դուք էլ կարող եք միանալ։ Էս են դեպքն է, որ երրորդն ավելորդ է։ Էնպես որ մի փչացրու է սիրուն պահը, ընկեր ոստիկան։ Շնորհակալ ենք շատ, բայց պիտի մերժեմ։ Ինչի՞։ Որովհետև աշխատում ենք։ Ֆայնա ջան, ես եմ այս խանութի աշխատողը։ Ու ես իմ սիրելի կոկոյում շատ հանգիստ կարող եմ մնալ աշխատել։ Դու կարող ես գնել։ Ինքը կգա։ Յանա։ Ֆայնա։ Ձեզ բարի ժամանց։ Մենք կմեռնենք, բայց քեզ եւ այն լակոտին օրհնություն չենք տա։ Երբեք։ Ընտրիր։ Կամ մենք, կամ նա։ Ինչի եք դուք ինձ միշտ ընտրության առաջ կանգնացնում։ Հայրդ հարց տվեց։ Կամ մենք, կամ նա։ Այդ դեպքում ես ընտրում եմ իմ սերն ու երջանկությունը։ Հենրի։ Բա գիտեիր մենակով ես մաքուրոտ շնչելու։ Վայ Հենրի։ Հիմա երկար ես նստելու այդ ուռենու տակ, թե վերջապես կկանգնես։
համար, Հենրի։ Ամբողջ կյանքում քեզ թագու պես պահելու եմ, մենակ թե իմը լինես։ Ես ճիշտ ճանապարհը չեմ գտնում արդեն։ Դու արդեն գտել ես, ես եմ քո ճիշտ ճանապարհը։ Հենրի։ Ինչ, չես սիրում ինձ։ Սիրում եմ։ Ինչ ես անում, Հենրի, չացրո։ Ինչի՞ սենց արեցիր, ծաղիկներն ափսոս են։ Քո համար ոչ մի բան ափսոս չի։ Մենակ մեր սերն է ափսոս, որովհետև կարանք կորցնենք, եթե չպայքարենք։ Խոչընդոտները շատ են։ Իմ համար մեկ է։ Մենք մեր սիրո համար պետք է պայքարենք մինչև վերջ։ Մեր ծնողները։ Մոռացի, թե իմ, թե քո ծնողներին։ Ու խոստացի, որ էլ չես նահանջի, որովհետև մեր մեջից խոստումները դրժողը դու ես։ Ես եմ, հա, խոստումները դրժողը։ Իսկ սրա մասին ինչ կասես։ Հիշում ես ոնց շպրտեցիր։ Դե հա, որովհետև հունից անել էիր, դրա համար էլ շպրտեցի, բայց ոնց որ լավ էլ փնտրել գտել ես։ Դե ուրեմն, հիմա առավել ևս խոսք տուր, որ չես նահանջելու։ Ոնց է Սավակ։ Ես հիմա ավելի շատ քեզ համար եմ անհանգստանում։ Շատ ես խոճապի մատնում։ Բա ինչ անեմ։ Չանհանգստանամ, արդեն որի-օրդ անգամ վատանում ես։ Աստված քանի անգամ մեր երեսին է նայում, բայց մենք դրանից ենթադրություն չենք անում, չեն գնում ստուգվելու։ Չի կարելի դե տենց։ Լավ, Վիկա, արդեն գնում ենք խաղաղվել։ Ավակ սրտի հետ խաղ չեն անում։ Իմ սրտին բան չկա։ Եթե Անգելինային կորցնելու վախը չլինի, ես չեմ էլ վատանա։ Ոնց ես մտածում չզանգենք, զգուշացնենք, որ գնում ենք ստուգվելու։ Չէ, հարկավոր չի։ Թող ինքը իր մտքերի հետ մնա։ Իսկ քեզ ոնց է թվում։ Այսքանից հետո նորից կհանդիպի այդ տղայի հետ։ Վիկա, իմ սրտի իմ վիճակի մասին մտածելով մի հիշեցու այդ տղայի։ Ու այն հնարավոր ողբերգության, որ կախված է մեր գլխի։ Իդեպ, եթե գյուղում դուրս է եկես բոսնելու, կարող է հանդիպենք, տեսնենք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, նստեք։ Պաստորեն ձեզ մոտ հասնելու համար պետք է նախորոք հերթագրվենք, Աննա Բագրատովնա։ Դե հա, որովհետև իմ հիվանդները սովորաբար շատ են լինում։ Եվ ինչպես եք կարողանում հետպես ծանրաբեռնված աշխատել։ Փառք Աստծո չեմ բողոքում, ես միշտ եմ ծանրաբեռնված աշխատել։ Պաստորեն ընտանիքը եւ աշխատանքը կարողանում եք համատեղել։ Կներեք, բայց իմ մոտ արդեն հենց տպավորություն է, որ ես հարցազրույցի եմ եկել։ Եկեք անցնենք ձեր գանգատներին, լավ։ Անուն ազգանուն կասեք։ Ֆրիդա։ Ֆրիդա Դավթյան։ Նախկին Շախունց։ Այո։ Դուք սխալ չլսեցիք։ Շախունց։ Միքայել Շախունցի առաջին կինը։ Հենրիի մայրը։ Հարազատ մայր։